պարտադիր պիտի արձանագրեմ, որ երեք ուշ գիշերը դատարան ապօրինաբար քաղաքական ճնշումների համատեքստում երկուական ամիս կալանքի դատապարտեց բացարձակ անհիմն անտիֆեյք լրատվական ծառայության իմ նեմնի հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, իրանք արդեն իսկ գտնվում են քրեակատարողական հիմնարկում, դե գիտեք Փաշինյանական արդարադատությունը այլախոհների եւ այլակարծության հանդեպ շատ արագ է, ինչը չես կարող ասել հանցագործների հանդեպ։ Նաեւ պարոն Դավիթ Ֆիդանյանը, ով անտիֆեյք լրատվական ծառայության աշխատակից է 3 ձերբակալվել է, իսկ այսօր առավոտյան ձերբակալվել է նույն լրատվականի անտիֆեյքի աշխատակից Իշխան Խոսրովյանը։ Ուստի այս իրադարձությունները մենք պարտավոր ենք դիտարկել երկու հարթության մեջ։ Առաջին հերթին դա այլախոհների դեմ հետապնդումներն են ուժային, իրավական, դատական համակարգի օգտագործմամբ, ինչը նոր չի Փաշինյանի պարագայում, եւ երկրորդ, որը նույնպես այդքան էլ նոր չի, դա լրատվականների, ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումներն են, որովհետեւ ինչպես գիտեք, արգելավվել է անտիֆեյք լրատվական ծառայության ողջ տեխնիկան, կամերայից մինչև շտատիվ, մինչև համակարգիչներ եւ այլն, այսինքն նպատակը ոչ միայն անձամբ Վազգենին եւ Նարեկին լրացնելն էր, այլ նաեւ լրատվականի գործունեությունը կասեցնելը։ Բնականաբար սրա մասին մենք ներկայացնելու ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, ակնկալում եմ, որ ինչպես եւ նախորդ անգամ Նարեկի եւ Վազգենի ձերբակալության եւ կանոնավորման ժամանակ մենք իհարկե շատ ավելի արձագանք կունենայինք միջազգային, բայց այդ արձագանքը առկա էր որոշ դրսևորումներով, մի քանի զեկույցներում, ակնկալում եմ, որ այս պարագայում նույն տրամաբանությունը կլինի, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հիմա կարող ենք անցնել հարցերի։ Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Պարոն Մամիջանյան, երեկ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ այդ անձանց առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում։ Խոսքը երկրորդ եւ երրորդ նախագահների եւ իրենց թիմերի մասին է եւ որոշ ուժերի առանց անուններ տալու անձանց անվանեց ազդեցության գործակալներ։ Ձեր կարծիքը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցումն ենք վերցնում։ Այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի Նիկոլ Փաշինյանին հավանում է դավաճան։ Ոչ թե դժգոհ հայրաքաղաքականությունից համարում է, որ սա պետք է փոխել։ Ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չի։ Ինքը իր թե գործունեությամբ ցույց տվել, թե ինքը ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, եւ թե օր-օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերն էր կատարում Փաշինյանը, ով է վարժեցրել Փաշինյանին ու մինչ օրս ովքեր են Փաշինյանի կուրատորները, այդ մեկ։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարլամենտում տեղ չունի, Նիկոլ Փաշինյանը իր այս հակապետական եւ դավաճանական գործունեությամբ Հայաստանում պիտի որ տեղ չունենա։ Եվ կարծում եմ վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրեն դրա մասին կասեն։ Մնացել էր ինքը որոշեր, թե ով պարլամենտում պիտի հայտնվի, իսկ ով ոչ։ Ավելի կոպիտ չեմ ուզում ասել, որովհետեւ չեմ ուզում ախտոտել եթերը այսօրվա։